Լույթի ընթացքում նշեցիք, որ հանրապետական կուսակցության նկատմամբ վստահությունն ավելացել է եւ Սերժ Սարգսյանի վարկանիշը այս տարիների ընթացքում աճել է։ Ուրեմն ինչով կբացի։ Հայաստանի եվրոպացի բարեկամների կազմակերպությունը, որը ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է քաղաքական եւ սոցիալական դաշտում, նրան նշեցին եւ սա փաստ է։ Շատ լավ։ Ուրեմն ինչով կպայմանավորեք այդ դեպքում արտագաղթի աճող տոկոսը։ Ուրեմն շնորհակալություն հարցի համար, ես շատ եմ անհետեւել խոսել արտագաղթի մասին։ Ես այն կարծիքին չեմ, որ մենք պետք է ծայրահեղացնենք այդ երևույթը, նաև այն կարծիքին չեմ, որ ոչինչ չի եղել, արտագաղթ չկա։ Բայց ես ես այդ ամենը կխոսեմ փաստերով, այս տարի 2011-ի արտագաղթի թիվը ավելի է նվազել, քան 2010-ին, իսկ երբ որ մենք ասում ենք հավատանք, որ փոխենք, դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Մենք հավատում ենք, որ այդ փոփոխությունները կարող ենք իրականացնել մենք եւ հավատում ենք նաև հասարակության մեծամասնությունը։ Եվ դուք լիանում կհանդիպեք մայիսի 6-ին։ Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը չի ասում ես ամեն ինչ գիտեմ, հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը չի գնում լճացման ճանապարհով, հանրապետական կուսակցությունը դիտակցում է, որ այսօրվա գլոբալացվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է, որպեսզի դու պատրաստ լինես փոփոխությունների։ Եվ մենք գնում ենք այդ փոփոխությունների ոչ թե ինչ-որ մեկին կամ մոդային թույլ տալու համար, այլ որովհետև գիտակցում ենք, որ ժողովուրդը հասարակությունը այդ փոփոխությունները կապում է հենց մեր հետ։ Եվ դրա բանավաճ